Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, այսօր հյուրընկալել ենք տնտեսագիտության թեկնածու պրոֆեսոր Ատոմ Մարգարյանին։ Բարև ձեզ, պարոն Մարգարյան։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Պարոն Մարգարյան, դուք վերջերս միացել եք առաջարկ Հայաստանի նախաձեռնությանը։ Կուզենամ անդրադառնանք այդ նախաձեռնության տնտեսական բաղադրիչին, հենց ձեր մասնագիտական բլոկին անդրադառնանք, որոնք են այն հիմնական խնդիրները, որոնց լուծմանը կարող է նպաստել այդ նախաձեռնությունը, պարոն Մարգարյան, համեցեք։ Նախ ասեմ, որ առաջարկ Հայաստանին պրոյեկտը մշակման փուլում է եւ մենք մեր փորձագիտական խումբը կամ թիմը բավական երկար ժամանակ նոր պրոյեկտ տնտեսական ալիք, նոր տնտեսական քաղաքականություն այդ նախագծի շրջանակներում բավական տևական ժամանակամիջոց աշխատել ենք այս առաջարկների վրա եւ վերջերս մենք ներկայացրեցինք մի հարթակում ամփոփ, այսպես ասած, գծերով եւ եթե կարճ ասեմ, դա 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ է, որը սկզբունքորեն տնտեսական կյանքի, սոցիալ-տնտեսական քաղաքականության բոլոր ասպեկտները ընդգրկում է։ Դա առաջի հերթին տնտեսական նոր քաղաքականությունն է իր հենասյուներով, գործիքակազմերով, մոտեցումներով, դա եւ հարկային քաղաքականության, եւ կառուցվածքային, եւ նորարարական քաղաքականության, եւ դրամավարկային քաղաքականության, դրամաբանկային ոլորտի, ֆինանսական ոլորտի վերափոխումներ են, եւ սոցիալական ոլորտի, աշխատանքի շուկայի կարգավորման առաջարկներ, դա եւ էներգետիկ համակարգն է, եւ տարածքային քաղաքականության մեջ նոր շեշտադրումներ, մասնավորապես ռեսուրսների, աշխատատեղերի, եկամուտների ապակենտրոնացման, ներդրումների եւ բազմաթիվ այլ ոլորտների կարող ենք ավելի կոնկրետ խոսել այդ առաջարկների շուրջ։ Իսկապես ներդրումներին կարևոր տեղ է հատկացվում ձեր ծրագրի մեջ։ Վերջին տարիներին այդ ներդրումները մենք տեսնում ենք, որ կրճատվում են։ Իմ կարծիքով մի քիչ պարադոքսալ է, որովհետև երկար տարիներ մենք մտածել ենք, որ ներդրումների խոչընդոտների մի հսկայական հատված, պատճառներից մեկը հենց ոչ կայուն աշխարհաքաղաքական իրավիճակն է մեր տարածաշրջանում, մեր կոնֆլիկտը մեր հարևանի հետ։ Հիմա կարծես թե այդ կոնֆլիկտը լուծման ճանապարհին է, համենայնդեպս այդպես են ներկայացնում մեզ որոշում կայացնողները, բայց մենք ինչ որ ներդրումների հոսք չենք տեսնում, որոնք են այդ դեպքում հիմնական խոչընդոտները, պարոն Մարգարյան։ Նախ եւ առաջ պետք է սկզբունքորեն դասակարգել ներդրումները, թե ինչի մասին ենք խոսում։ Երբ որ խոսքը գնում է տնտեսության իրական հատվածում ներդրումների մասին, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ, ենթակառուցվածքներ, այդ ոլորտներում թիրախավորված լուրջ ներդրումների աճ մենք չենք ունեցել, հատկապես վերջի տասնամյակի ընթացքում կարելի ասել, ներդրումների մի առյուծի բաժին ուղղվել է ֆինանսաբանկային ոլորտ, ծառայությունների ոլորտ, եւ մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ այսօր հատկապես առևտուրը եւ ծառայությունները դարձել են տնտեսության դոմինանտ ուղղություններ, հիմնականում մեր աշխատուժի մասը, հիմնական մասը այդ ոլորտում է ներգրավված եւ խնդիրը ինչպես անել, որպեսզի այդ ֆինանսաբանկային, ֆինանսական միջնորդության, առևտրի, ծառայությունների, սպասարկումների ոլորտից կապիտալը վերջապես վերատեղափոխվի, վերատեղաբաշխվի արդյունաբերական ոլորտ։ Այ խոսքը սրա մասին է։ Դրա համար պետք է լինեն պատշաճ գործիքներ ու գործիքակազմեր, հարկային հատկապես քաղաքականության, բյուջետային, ծախսային քաղաքականության գործիքներ, որ մենք առաջարկում ենք։ Պրոբլեմը այդտեղ է։ Կապիտալը հարկային մեծ հաշվով նաև հարկային քաղաքականությունն է, ինչու ոչ դրամավարկային քաղաքականության գործիքներն են։ Ընդհանրապես կապիտալի մարդկանց չպետք է, այսպես ասենք, մեղադրել, թե ինչու են հատկապես այդ ոլորտներում ներդրումներ ավելացրել, որովհետև այդտեղ է շահութաբերությունը, առևտուրը հատկապես, կապիտալի շրջապտույտի արագությունը եւ նաև կարճ ժամկետով փոխհատուցումները։ Խնդիրը այստեղ է, որ մենք տեսնում ենք, որ հատկապես Երևան քաղաքը դարձել է դոմինանտ, այդտեղ է արտադրության, ներդրումների, ֆինանսների, աշխատատեղերի, այո, եւ շատ դեպքերում ի հաշիվ
մեր մարզերի, հատկապես հեռավոր բնակավայրերի խնդիրը հենց նաև այդ ոլորտում է, տարածքային քաղաքականության մեջ չեն եղել։ Ծրագրերում տարածքային այդ համաչափ զարգացումը կա ձեր Այո, հենց առաջի կետը հենց դա է, ստեղծել 10 նոր արդյունաբերական ազատ գոտիներ, այդպես լակոնիկ է հնչում, բայց այդտեղ լուրջ քաղաքականության գործիքակազմերի կենտրոնացում է պետք, յուրաքանչյուր մարզում ստեղծել կլաստերիզացված, համակցված աշխատատեղերի համակարգեր, որը պետք է անպատասխանի տվյալ մարզի պրոֆիլին։ Ենթադրենք մենք ստեղծում ենք Տավուշի մարզում ագրոպարենային արդյունաբերական համակարգ հիմնված սննդի, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, նախ արտադրության իհարկե, եւ դրա վերամշակման, պահեստավորման, բրենդավորման եւ արտահանման ջանքերի եւ ներդրումների վրա։ Սա իհարկե ենթադրում է բնականաբար արտոնյալ հարկային ռեժիմներ, մենք ասում ենք շահութահարկի, եկամտային հարկի, զրոյական դրույքաչափեր, ենթադրում է պետություն մասնավոր հատված համագործակցության շրջանակներում որոշակի, այսպես ասած, աշխատանքների եռանդի բաշխման մոտեցումներ, ենթադրում է նաև այն, այսպես ասած, մասնավոր ընկերությունների ներգրավվածություն, որոնք ունեն հսկայական տարածքներ, շինություններ, տեխնոլոգիաներ, ծրագրեր, բայց չունեն փող, չունեն աջակցություն, չունեն քաղաքականության համապատասխան խթանող գործիքներ։ Այ մենք առաջարկում ենք հենց ներդրումների խնդիրը լուծել այս ճանապարհով։ Յուրաքանչյուր ազատ տնտեսական գոտի, որ ենթադրում է 15-ից 20 հազար աշխատատեղեր, որոշակի արտադրության, թողարկման, արտահանման ծավալներ, դա նաև ենթադրում է եկամուտներ մարդկանց աշխատավարձերի տեսքով, ենթադրում է եկամուտներ բյուջեին եւ իհարկե շահույթներ ներդրողների համար։ Պարոն Մարգարյան, իսկ այդ ապրանքների իրացումը արտաքին շուկաների հարց ինչպես եք դիտարկում, հիմնական շեշտը դրվում է մեր ավանդական շուկայի, ռուսական շուկայի վրա, թե դիվերսիֆիկացիայի հարցը եւս ակտուալ է։ Իհարկե, շուկաների հասանելիության խնդիրը շատ կարևոր է։ Անկասկած Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի անդամ երկիր է, եւ այդ իմաստով մաքսային եւ առևտրա վաճառահանման ծախսերը ավելի փոքր են հենց այդ ուղղությամբ, բայց դա ամենևին չի նշանակում, որ ենթադրենք այնպիսի կլաստերների գծով կամ ազատ տնտեսական գոտիների գծով, որտեղ բարձր տեխնոլոգիական, բարձր ավելացված արժեքի մասաբաժին պարունակող, մրցունակ միջազգային գլոբալ չափանիշներով մրցունակ արտադրանք կարտադրվի եւ թողարկումներ կլինեն, բնականաբար այդ ապրանքները բնականոն ձևով կարող են մրցունակ լինել եւ արտահանվել նաեւ եվրոպական շուկաներ, հարավ-արևելյան Ասիայի շուկաներ, Լատինական Ամերիկայի երկրների շուկաներ, այնպես որ այդ իմաստով շատ բան կախված է նրանից, թե հատկապես ինչպիսի կլաստերներ են գոյանալու, ենթադրենք Չարենցավան Հրազդան, որ տրադիցիոն եղել է մեքենաշինական, բարձր տեխնոլոգիական, նույնիսկ խորհրդային միության այս շրջանի չափանիշներով, այո, հնարավոր է այդտեղ զարգացնել, վերակենդանացնել այդ այսպես կոչված քաղաք գործարանները, ներդրումների բարենպաստ միջավայր ստեղծելով, ստարտափերի, բարձր տեխնոլոգիական, նորարարական ստարտափերի համար բարենպաստ, ինչու՞ չէ նաև սուբսիդավորումների, համաֆինանսավորումների, ֆինանսական այլ արդիական գործիքների հասանելիությունների միջոցով զարգացնել այդ համակարգերը եւ հնարավորություն տալ նաև եվրոպական ուղղությամբ արտահանումների մեծ ծավալներ զարգացնելու։ Ներկայիս իշխանությունը եւս դիտարկում է եվրոպական ուղղությունը իր դիվերսիֆիկացիայի քաղաքականության շրջանակներում, այն գործիքակազմը, այն մեթոդաբանությունը, որոնք կիրառվում են, էֆեկտիվ են ձեր կարծիքով նրանց կողմից։ Եթե էֆեկտիվ լինեին, այդ արդյունքները շատ տեսանելի մենք կտեսնեինք։ Եթե էֆեկտիվ են, մենք պետք է տեսնենք այն բարձր տեխնոլոգիական ապրանքները ավարտուն
ոչ ՏՏ ոլորտի, որոնք հիմնականում software, այսպես կոչված փափուկ ծրագրավորման, ծրագրային արտադրանքի ոլորտներ են, որոնք հիմնականում outsourcing-ի համակարգով, այո, մեծ պահանջարկ կա աշխարհում, շահագործել ուղեղները երկրներում եւ քաշել շահույթի սերուցքը։ Մեր այո ծրագրավորողները, հատկապես սիստեմային ծրագրավորողները շատ մրցունակ են եւ ի վիճակի են միջազգային չափանիշներով բարձր տեխնոլոգիական ավելացված արժեքի մեծ ծավալ պարունակող պրոդուկտներ արտադրել, բայց որտեղ են այն սմարթֆոնները, որտեղ են այն համակարգիչները, այն պլանշետները, թեկուզ հեռուստացույցները, կենցաղային էլեկտրոնիկայի մյուս պրոդուկտները, որոնք ունեն, այսպես ասած, made in Armenia բրենդավորված փաթեթավորում։ Մենք դա չենք տեսնում։ Եղել են այդպիսի ծրագրեր, նույնիսկ շնորհանդեսներ, բայց գործիքակազմերը քաղաքականության հարկային դրամավարկային քաղաքականության չեն եղել այնպիսին, որոնք բարենպաստեն նման բրենդների ձևավորումը եւ զարգացումը։ Մենք առաջարկում ենք այդպիսի գործիքակազմեր։ Օրինակ ես մեկը կարող եմ ասել, որ պարզ լինի, կոնկրետ մենք չգիտես ինչու միշտ վերագրում ենք օրենսդիրներին եւ կառավարությանը այս խնդիրների լուծումը, բայց դրամավարկային կենտրոնական բանկից սկսած առևտրային բանկերով վերջացած կարծես թե համարվում է, որ դա պետք է լինի չեզոք, այսպես կոչված չեզոք դրամի քաղաքականության շրջանակներում։ Այդ կոնցեպտը, որը խոցելի է այս մեր թվարկած նպատակների տեսանկյունից, օրինակ մենք կարող ենք առաջարկել վերաֆինանսավորման բիֆուրկացված քաղաքականություն, երկճյուղավորված, այսինքն փողը, եթե առևտրային բանկերը ներդնելու են բարձր տեխնոլոգիական վարկային տեղաբաշխումների մեջ, բիզնեսը վերցնելու է այդպիսի վարկեր հենց այդպիսի նպատակադրումներով, ավելի էժան պետք է լինի, ենթադրենք այսօր 6.5 է տոկոսադրույքը վերաֆինանսավորման, այդպիսի ծրագրերի, այդպիսի ծավալների տակ իրականացվող վարկավորումներին փողը պետք է հասանելի լինի, ենթադրենք 4.5%-ով։ Իսկ ասենք մնացած բիզնեսները, առևտուր, ծառայություններ եւ այլն, եթե միջինը 6.5% է, նրանց պետք է հասանելի լինի, ասենք 8.5%-ով։ Այսինքն սա պարզ լուծում է, բայց դրան արդյոք կգնա այսօրվա կենտրոնական բանկը, նրա ղեկավարությունը կամ կառավարությունը։ Ռիսկեր է տեսնում, պարոն Մարգարյան, հավանաբար, որոշակի ռիսկեր է տեսնում եւ գուցե այդ միջոցների վերադարձելիության խնդիրը։ Այն մոդելը, ինչի մասին ես խոսեցի, 0 ռիսկ է իր մեջ պարունակում, բայց խնդրեմը այն է, որ պետք է բանակցել դոնորների հետ, արժույթի միջազգային հիմնադրամ եւ մյուս ինստիտուցիոնալ դոնորներ, նրանց քաղաքականության կոնցեպտները թույլ չեն տալիս, որպեսզի տարբերակված դրամավարկային քաղաքականություն իրականացվի, սա մեկ։ Երկրորդը հարկային քաղաքականության մասով։ Ենթադրենք այդ 10 ազատ տնտեսական գոտիների կամ նոր արդյունաբերական պրոյեկտներ ենթադրող ներդրումների համար շահութահարկի դիֆերենցված նորմատիվ է կիրառվում։ Մենք առաջարկում ենք ենթադրենք 10-ից 12% շահութահարկ այդ ընկերությունների համար, կարող ենք առաջի 5 տարին ընդհանրապես ազատել, իսկ սովորական բիզնեսների համար մենք աշխատեցնում առաջարկում ենք այն տոկոսադրույքը 18%, որ գործում է, բայց դրա համար կամք է պետք, քաղաքական պետք եւ քաղաքականության տեսլականներ։ Այնպես չէ, որ մենք ռիսկեր ենք ստեղծում, ընդհակառակը ռիսկերը որոշակիորեն միջին երկարաժամկետ չեզոքացվում են, որովհետև երկարաժամկետ ռիսկի առումով մենք լուրջ ռիսկեր ենք տեսնում բյուջետային համակարգում, պետական պարտքի, հատկապես նրա միջին եւ երկարաժամկետ սպասարկման ու մարման խնդիրների տեսանկյունից։ Վերադառնանք արտաքին տնտեսական քաղաքականությանը, վերջին տարիներին մեր իշխանությունը դիտարկում են Պարսից ծոցի երկրները տնտեսական այդ դիվերսիֆիկացիայի մի շատ կարևոր բաղադրիչ։ Ներկայիս Իրանի դեմ ծավալվող պատերազմը, ռազմական գործողությունները կարծես թե այդ պլանների մեջ որոշակի կարեկտիրովք է կարող գուցե մտցնեն։ Ինչ ռիսկեր եք այստեղ տեսնում եւ մենք հաշվարկել ենք այդ դրանց հետևանքների, հնարավոր հետևանքների եւ դրանց չեզոքացման այդ ազդեցությունները հարգելի Աշոտ գլոբալ են,
բոլոր երկրների վրա են ազդում, արդեն ազդում է այսօր վառելիքի գինը, նավթի գինը, արդեն այսօր մենք տեսնում ենք միջին ծանրության ռիսկերի գոտում է այսօր նավթի համաշխարհային շուկան 100-110 արդեն այսօր առավոտյան ես նայեցի Brent տեսակի նավթի բարելը $113, դա շատ բարձր է, արդեն տանում է նույնիսկ կանխատեսում էր կա մինչև $150։ Այո, այդ 150-ը արդեն բարձր ռիսկի գոտին է, բարձր գազի գները Եվ գազի գները եւ ոսկու գները, ճիշտ է, ոսկու գները շատ բարձր, այսպես թռիչք ունեցան, որոշ հիմա կայունացում է գնում այդ շուկայում, բայց շատ մեծ ռիսկի գոտում է նաեւ սննդամթերքի շուկան, բենզինի շուկան, այսինքն այն շուկաները, որոնք ձևավորում են այսօր միջին Հայաստանցու սպառողական զամբյուղը։ Իհարկե, այս պահի դրությամբ շատ մեծ չեն գնաճային ճնշումները սպառողական զամբյուղի վրա, բայց եթե այսպես շարունակվեց, հարկավոր է նախ սցենարային կանխատեսումների ցածր, միջին եւ բարձր ռիսկերի սցենարներ նախատեսել եւ բիզնեսի համար, եւ տնային տնտեսությունների համար եւ իհարկե կառավարության բյուջետային այսպես ասած ազդեցությունների տեսանկյունից, որովհետև գաղտնիք չէ, որ մեր բյուջեն բավականաչափ լարված է, ճիշտ է կատարվում է, եկամտային մասով 3 կարծեմ հրապարակեց հարկային եկամուտների պետական եկամուտների կոմիտեի նախագահ այդ թվերը իհարկե տպավորիչ են, բայց շատ լարված է այսօր հարկային պարտավորությունների կատարման, այսպես ասած, process-ը, բյուջետային ընդհանրապես գործընթացը, այսպես շարունակվելու դեպքում կարող են իսկապես լուրջ ռիսկեր ծագել տարվա առումով, կատարման առումով եւ բնականաբար պետք է ռիսկերը մեղմող հակառիսկային կամ հակացիկլային քաղաքականություն վարեն եւ կառավարությունը եւ կենտրոնական բանկը։ Ինչ կոնկրետ գործողություններ են պետք ներկա Մեծ հաշվով, եթե խնդիրը վերաբերվում է բեռնափոխադրումներին, իսկ տուժող հիմնական այսպես թիրախները, ոլորտները, լոգիստիկան է, որը այո, այդտեղով ճիշտ է։ Իրանի հետ առևտուրը Հայաստանի առևտրային բալանսի մոտ 3.5 մի քիչ երևի արդեն բարձր է, որտեղ դա 2024 թվականի տվյալն է, մոտավորապես 735-740 միլիոն 2025 թվականին ըստ որոշ հայտարարությունների արդեն առևտուրը անցել է $1 միլիարդ սահմանագիծը, դա 3.5%-ն է, մոտավորապես 3 Ես չեմ հիշում, այդ 1 միլիարդի մեջ էներգետիկ համագործակցությունն է, չէ՞։ Էներգետիկան առյուծի բաժինն է կարելի ասել, եթե նայենք արդեն մեր առևտրային հաշվեկշռին Իրանի հետ, մոտավորապես 80%-ը ներկրումն է։ Եվ միայն 15-20%-ն է այդ 1 միլիարդի մեջ արտահանումը եւ ըստ էության ներկրման մեջ էներգակիրներն են, գազն է իհարկե եւ այդ գազի բարտերային սխեման, գազ էլեկտրաէներգիայի դիմաց 3-1-ի եւ նաեւ մեքենասարքավորումների որոշակի ներկրումներ կան, ներկրման սննդամթերքի, շինարարական, հումքի, ցեմենտի եւ այլն, դրանք կարեւորագույն, բայց Իրանի տարածքը տարանցիկ նաև մեր բեռնափոխադրումների մինչև 1/4 մասն է, 25%-ն է, եւ մերձավոր արևելքի այս զարգացումները, Հորմուզի, Նեղուցի եւ նավահանգիստների արգելափակումները լրջորեն կարող են ազդել արդեն շատ ավելի մեծ ծավալներով, եւ այդ պատճառով պետք է մտածել այլընտրանքային լոգիստիկ սխեմաների մշակման մասին, ինչը իհարկե կթանկացնի փոխադրումները, նաև ծովային փոխադրումների ֆրախտը եւ պետք է մտածել Վրաստանի տարածքով այլընտրանքային փոխադրումների մասին։ Բայց այնուամենայնիվ անուղղակիորեն այդ ազդեցությունները զգացում են նաև այլ ուղղություններից բեռնափոխադրումների։ Ի վերջո, եթե վառելիքը թանկանում է գլոբալ, թանկանում է բոլոր ուղղություններով բեռնափոխադրումները։ Ներկա պահին տարբեր գնահատականներով 5-8%-ի սահմաններում է, բայց եթե նավթի գինը անցավ 130-ից կան գնահատականներ էքսպերտային, արդեն տրանսպորտային փոխադրումները կարող են մինչև 15-20%-ի թանկացումներ հարուցել, ինչը հատկապես ներմուծվող սննդամթերքի մասով, նույնիսկ Ռուսաստանից ներկրումների մասով եւ այլ
տարածաշրջանի երկրներից կարող է զգալիորեն թանկացնել եւ զգալիորեն մեծացնել ճնշումը սպառողական ապրանքների շուկայի վրա։ Մի քիչ մեր հասարակության համար մեր ընդհանուր այս տեղեկատվական ֆոնի համար ոչ պոպուլար հարց տամ, ադրբեջանական ուղղությունը վերջին ամիսներին որոշակի տեղաշարժեր են այնտեղ եղել, այնտեղից նավթամթերքներ են գալիս, նաև ռուսական պարարտանյութեր եւ ցորեն են նրա տարածքով տրանզիտով գալիս։ Այս ուղղությունը ինչ որտեղ կարող է ամորտիզացնել այդ ձեր նշված ռիսկերը։ Կարող է, բայց շատ փոքր չափով։ Չեն կարող ավելացնել ծավալները։ Ամբողջական կարող է լինել, բայց այն փաթեթը հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության ծրագրի, եթե հիմնված լինի արդարության, ճշմարտության, այդ թվում նաև պատմական ճշմարտության սկզբունքների վրա, իհարկե հնարավոր է, ընդ որում պետք է բացվեն բոլոր կոմունիկացիաները, բայց առայժմ չի երևում, տեսականորեն իհարկե կարող է, բայց չի երևում հանդիպակաց կողմից բարի կամքի դրսևորումներ։ Ինչ վերաբերում է այս ես կասեի ֆրագմենտար, էպիզոդիկ բեռնափոխադրումներին, սա ավելի շատ իմ տպավորությամբ քարոզչական նպատակներ է հետապնդում, նախընտրական նպատակներ է հետապնդում։ Այս կարգի նպատակներ կարելի է շարունակել, բայց ոչ բովանդակային տնտեսական փոխշահավետ համագործակցության եւ այսպես ասած ծրագրերի տիրույթի հարց որպես այդպեսին դիտարկել։ Այո, հնարավոր է, կարող են ոչ միայն Ադրբեջանը եւ Հայաստանը, այլև Վրաստանը հրաշալի ձևով փոխլրացնել։ Բայց մենք Վրաստանի հնարավորությունները ամբողջ ծավալով չենք օգտագործում, այսինքն ոչ, իհարկե, անկասկած ոչ, սահմանափակումներ կան նաև իհարկե բնական սահմանափակումներ կապված սեզոնայնության հետ եւ նաև ինչու ոչ, եթե մենք դիտարկում ենք այնուամենայնիվ հարավային այսպես կոչված երկաթուղային համալիրի վերագործակման հնարավորությունը զուգահեռ պետք է ինձ թվում է ոչ միայն այսօրվա, այլև առաջիկա կառավարությունները պետք է դիտարկեն աբխազական երկաթուղու գործարկման հնարավորությունները դեպի Ռուսաստան, նաև ինչու ոչ Թուրքիայի տարածքով Ղարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորությունները։ Միայն այս ձևով կարելի է, այս պրիզմայով կարելի է դիտարկել մեր լիարժեք տնտեսական պոտենցիալի ծավալման ու զարգացման սցենարները, բայց առայժմ դա բարդ է անելը։ Երկաթուղուց խոսեցիք, իշխանությունն ասում է, որ կոնցեսիոն կառավարումը ռուսական ընկերության կողմից մեզ զրկում է մրցունակությունից մեր երկաթուղին։ Դա ճիշտ գնահատական է, համաձայն եք այդ գնահատականները, թե սա պարզապես տեղեկատվական առիթ է մի կարևոր ներկայությունից, մի կարևոր հատվածում ռուսական ներկայությունից եւս ազատվելու։ Եթե դրա կողքին ներկայացվեին այն հնարավոր այլընտրանքները, որոնք այս պահին կարող էին փոխարինել այդ կոնցեսիոն սխեմային, ես կասեի, որ ինչ որտեղ հիմնավոր այլընտրանքներ կան, բայց այսօր այդ այլընտրանքները չկան։ Այլընտրանքը Քուվեյթն ու Քաթարն են դիտարկում, բայց հիմա այնտեղ պատերազմ է։ Իհարկե, այդ երկրները այսօր տուրբուլենտ վիճակում են, շատ բարդ հեռանկարներով։ Այն երկրները, ծոցի երկրները, որոնց այսպես ասած կապակցվածությունը արևմտյան օրակարգերին, հատկապես Միացյալ Նահանգների, այսօր ներքաշված են շատ դաժան դիմակայության մեջ եւ օր-օրի նրանք կորցնում են իրենց պոտենցիալը, ենթակառուցվածքները, դրանց վերականգնումը շատ բարդ է լինելու եւ այսպես հույս դնել այդպիսի ներդրողների վրա, այսպես ասած խաչ քաշելով մեր ստրատեգիական պայմանավորվածությունների ոչ միայն երկաթուղային կոմունիկացիոն, այլև ռազմաստրատեգիական պայմանավորվածությունների վրա ես կարծում եմ խելամիտ չէ։ Տարածաշրջանը մենք տեսնում ենք փոխվում է շատ արագ եւ այստեղ հիմնական խաղորդները կան եւ լինելու են։ Ողջամիտ չէ այդ խաղորդների հետ գնալ այդպիսի տոտալ առճակատումների։ Վերջերս այդ ադրբեջանական նավթամթերքների մատակարարման համատեքստում խոսակցություններ կային նաև հայկական ապրանքների արտահանման մասին։ Սակայն թեման հիմա այս պահին կարծես թե զարգացում չստացավ։ Ադրբեջանին հետաքրքիր չեն մեր ապրանքները, թե նրանք առասարակ չեն ուզում մեզանից գնել, թե դրանք մրցունակ չեն։ Ես չեմ կարող ասել հետաքրքիր է թե չէ, իրենց դա պետք է այդ հարցը տալ,
Բայց որ մեր ապրանքները, հատկապես գյուղատնտեսական վերամշակված արտադրանքը մրցունակ է, դա երևում է մյուս շուկաների արձագանքից։ Այդտեղ երկու կարծիք չկա, այլ բան է, որ այլ եւ այլ նկատառումներով կարող են խոչընդոտներ ստեղծել, արգելել եւ այլն։ Դա այլ խնդիր է եւ հետագայի ամենայն դեպս ես կարող եմ անցյալի նույնիսկ օրինակները բերելով ես հիշում եմ խորհրդային ժամանակահատվածում, ասենք կաթնային համալիրի պրոդուկտները ինչքան մեծ պահանջարկ ունեին մեր բանրագործական, կարագ արտադրող եւ այլն Ադրբեջանում, խմիչքները, վերամշակված չրերը եւ այլն մենք կարող ենք նայել մեքենաշինական արտադրանքը, էլեկտրոնիկան, էլեկտրաէներգիան, քիմիական արտադրության կոմպլեքսի, հսկայական հզոր կոմպլեքսի արտադրանքը, ընդ որում շատ արտադրություններ փոխհամագործակցում էին։ Այնպես որ դրա համար ես ասում եմ պետք է այս խնդիրները լուծվի կոնֆլիկտի հետ կապված, իսկ այդ խնդիրների լուծման բանալին բնական ճանապարհն է պատմական արդարության, ճշմարտության եւ փոխշահավետության սկզբունքով։ Իսկ տնտեսական այդ ծրագրերը, պրոյեկտները, նույնիսկ համատեղ ներդրումները, դա ուղղակի ժամանակի հարց կդառնա։ Պարոն Մարգարյան, չեմ կարող եւս մի հարցի չանդրադառնալ։ Տեսեք, մենք վերջին մի քանի տարիների ընթացքում մեր գործող իշխանությունը մի շարք մեգանախագծերի խոստումներ է տվել։ Գյումրու Չորնավահանգիստը կարող ենք հիշել, ջրամբարների շինարարությունը, մետրոյի աջափնյակի կայարանը, կառուցումը, սակայն մեծ հաշվով որ նայում ենք դրանք բոլորն էլ այս կամ այն չափով կամ հարցականի տակ են, կամ գործընթացը չափազանց դանդաղ է։ Հիմնական խնդիրը ո՞րն է, ինչու մեր պետությունը տևական ժամանակ չի կարողանում խոշոր պրոյեկտներ իրականացնել։ Դա մենեջմենթի հարց է, ռեսուրսների, թե կադրային բազա չունենալու, ո՞րն է այստեղ հիմնական շանգալուխը որտեղ է թաքնված այստեղ։ Իհարկե, ձեր այդ թվարկված գործոններից միայն մեկին դոմինանտություն տալ, կարծում եմ այնքան էլ ճիշտ չէ, բոլոր գործոնները դեր են խաղում։ Հանրային ընդհանրապես ներդրումների խնդրը ակտուալ է բոլոր երկրներում, զարգացող երկրները նկատի ունեմ, ֆինանսների իհարկե պակասն է, բայց չմոռանանք, որ այդ կարգի պրոյեկտների մեջ մեծ դեր է խաղացել կոռուպցիան նախկինում, հատկապես հյուսիս-հարավ ծրագրի հետ կապված մենք գիտենք ինչպիսի զարգացումներ է եղել, տասնյակ քրեական գործեր են եղել, սա խնդիրներից մեկն է։ Երկրորդ այդ եթե թվարկված պրոյեկտների մասով ասենք, ինչ որտեղ հետևողականության բացակայությունն է եւ իհարկե ֆինանսների դեֆիցիտը։ Կառուցել մետրոյի կայարան տարբեր իհարկե գնահատականներ էր տրվում, իհարկե հնարավոր է դա, բայց այնուամենայնիվ այդ հանրային ներդրումների արդյունավետության խնդիրը բավականաչափ լուրջ է, այդ գումարները եթե նույնիսկ այսօր ներդրվեն, արդյոք կարողությունները բավարարեն, որպեսզի որակյալ ենթակառուցվածքներ ստեղծվեն։ Ես տեսնում եմ, որ այո, ձեր ասած, որ եւ կադրային, եւ մենեջմենթի խնդիրները եւս առաջնահերթ են։ Բացի այդ, սովորաբար այդ կարգի ներդրումների համար պետք է առաջնահերթությունները ճիշտ տեղաբաշխել։ Եվ գաղտնիք չէ, որ բյուջեներում վերջի տարիներին մշտապես կապիտալ ծախսերի հոդվածները թերակատարվել են։ Ինչու է թերակատարվել, տարբեր պատճառներ կարելի է նշել, բայց թվարկված այդ գործոնները, պատճառները մեծ դեր են խաղացել։ Ընթացիկ իրադրային խնդիրների դոմինանտությունը, այսինքն ընթացիկ ծախսեր կատարելու անհրաժեշտությունը, որ պայմանավորված է նախ առաջի հերթին սոցիալական ծրագրերով, որ պետք է կատարես, վճարես աշխատավարձերը, կենսաթոշակները, բայց դու դրա համար նախկինում պետք է ներդրումներ արած լինեիր նաև ենթակառուցվածքների մեջ։ Երբ որ ասում ենք DIG, այսպես կոչված էֆեկտիվություն հանրային ծախսերի, մենք նկատի ունենք այնպիսի ենթակառուցվածքներ, որոնց որակը շատ բարձր է եւ դա նպաստում է մասնավոր ներդրումների հոսքին, որոնք իրենց հետ բերում են աշխատատեղեր, եկամուտներ, բերում են հարկեր բյուջե եւ միջին ու երկարաժամկետ կտրվածքով
փոխհատուցում են այսօրվա կապիտալ ծախսերը։ Ահա այս շղթաներն են բացակայել մշտապես, թե նախկին կառավարությունների օրոք ու հատկապես ներկա կառավարության օրոք այս սխեմաները հանրային ներդրումների արդյունավետության, դրանց վերահսկելիության, հաշվետվողականության խնդիրները բավականաչափ հետին պլանի վրա են եղել։ Ես սրանով կբացատրեի։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, մեր հյուրն էր տնտեսագիտության թեկնածու պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը։ Կհանդիպենք։